Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ-կաթողիկե եկեղեցունքից Լևոնյան հայ վարժարանում հանդիպել է Տան Ընկիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի, հայ-կաթողիկե եպիսկոպոսների, վարդապետների եւ վարժարանի սաների հետ։ Եկեղեցու մուտքի մոտ գերերջանիկ հոգևոր Տերը եւ Հռոմի քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր Հերարքելի հայ Խաչիկ ծայրագույն վարդապետ Գույումջյանը թիմավորեցին պարոն վարչապետին նրան ուղեկցելով դեպի եկեղեցի։ Նախքան տահալիճ բարձրանալը վարժարանի սաները երգեցին նոր սրբին Սուրբ Իգնատիոս Մալոյանին նվիրված բազմաչարչար նահատակը, որից հետո հոգևոր Տերը շնորհեց իր օրհնությունը ներկա ժողովրդին։ Հանդիպումը անցել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, առկա խնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Վարչապետն ու հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ։ Քննարկվել են նաեւ քրիստոնեական արժեքների պահպանման եւ տարածման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաեւ հոգեվոր ու հասարակական այլ թեմաներ։ Հանդիպման ավարտին Տան Ընկիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանը վարչապետ Փաշինյանին է ընծայել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջարից մասունք, որը պահվում է Լիբանանում Զմարի Մայրավանքի թանգարանում։ Բացի այդ, կաթողիկոս պատրիարքը վարչապետին է հանձնել հուշամեդալ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբատասման արարողության հիշատակին։